Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, այսօր ձեր ուզած հոլովակի հետևից եմ եկել, ձեռնոցներով, դանակով, փեշս կապած, եկել ենք հանդ ու չոլի վրա, որ մի հատ համով հոտով հոլովակ նկարենք ձեզ համար։ Ու նաև համով հոտով բանջար քաղենք մեզ համար։ Ու զուգադիպել է, այսօր փետրվարի 23-ն է, Կարմիր բանակի տոնն է։ Այսօր սովետական բանակում ծառայած տղամարդկանց տոնն է, որի կապակցությամբ ես շնորհավորում եմ մեր հայրիկներին, պապիկներին ու այն մեծ եղբայրներին, ովքեր մինչև 92 թվականը ծառայել են սովետական բանակում։ Դուզ եմ չի ասում։ Հա։ Երեխա ժամանակ առանց հասկանալ փետրվարի 23-ին էինք շնորհավորում բոլորին, բայց ժամանակը դեպի այս կողմ գալով տեսանք, որ չէ, հունվարի 28-ն է մեր տղամարդկանց տոնը, սկսել ենք շնորհավորել հունվարի 28-ին։ Մի խոսքով շնորհավորում եմ բոլորին այսօրվա կապակցությամբ ու ես անցնում եմ բանջար քաղելուն։ Ձեզ բարի դիտում, մեզ էլ լավ օր ու ուրախ նկարահանում։ Գնացինք։ Սիրելի հետևորդներ, գտնվում ենք Քարակեղ կոչվող տարածքում, որտեղ ժամանակին եղել է գյուղ, փոքրիկ գյուղ, այստեղ ապրել են լիքը մարդիկ, պատկերացրեք դեռ տներից մնում է, այս իջնելուց մի հատված էլ այդտեղ ցույց կտանք, ունեցել են աղբյուր, ունեցել են քարից սարքված տներ, պատկերացրեք ունեցել են առանձին բաղնիկ, այնքան գյուղ է եղել, որ նաև առանձին բաղնիքի շենք է եղել։ Ու մի խոսքով սա շատ հին ժամանակների բան չեմ ասում, որովհետև դեռ այս գյուղում ապրած մարդկանցից հիմա կան ապրում են ականատեսներից։ Դե լավ, քանի որ ես լավ մանրամասն տեղյակ չեմ, ինչից որ տեղյակ եմ այդ գործով զբաղվեմ էլի։ Բանջարը հիմնականում որտեղ է լինում ատակ տեղերում։ Հիմա փետրվարի 23-ն է, բայց բանջար կա, տեսեք, գարուն չի ու արդեն կա, նշանակում է այստեղ շատ տաք է։ Մենք այդ տաք տեղերին ասում ենք էրքյուն։ Հիմի բանջարը քաղում ենք ոչ ճանապարհից ու ճանապարհին չի էլ լինում է ճամփի եզրերին, այն թմբերի տակ, մի խոսքով, թփերի տակ։ Եկեք տեսեք, ես ինչ լավ, արդեն փարթամել կա, փոքր էլ կա, այսպես լավ թափ ենք տալիս, նոր ենք քաղում, որ լվանալուց գոնե հնարավորինս քիչ լվանանք կամ շուտ մաքրվի, տակի տերևները պոկում ենք, այսպես թափ ենք տալ, արա աղը մոռացել է։ Իմիջայլոց այս բանջարի տերևները պոկում ենք, լավ թափ տալիս ու չենք էլ լվանում։ Ափի մեջ ենք դնում, վրան աղ ենք լցնում ու ձեռքով լավ տրորում ենք, ինքը թառամում, ջուրը դուրս է գալիս ու այդպես ուտում ենք։ Մենք ասում ենք կլոլած բանջար, այսինքն կոլոլած բանջար, բայց շատերն ասում են շաղախած բանջար։ Մի խոսքով ոնց ասում է լավանում, ես անցա իմ բանջար քաղելու գործին։ Հիմիկվան ամենը համով նայ այսպես պոչերը կարմիր, բասրապուրն ինչքան է համով։ Ու մեր մոտ հիմնականում բանջարը եփում են ապուրի տեսքով, կարտոֆիլով, ձվով, այդպես որպես ջրիկ ափսեներով մատուցելու ապուր։ Բայց լիքը տեղեր շատ կան, որ տապակում են, չգիտեմ մենք սովոր չենք, թե մեզ դուր չի եկավ իսկականից։ Ու նաև ճնշում է բարձրացնում, ովքեր որ ճնշման խնդիր ունեն, հենց բանջար են ուտում, ավելի է բարձրանում ու լավ չի լավ։ Ես մինի տերևը լավը չեր։ Առաջի փունջը ուղարկեցի փեշիս մեջը, բայց թե քանի ջուր ենք լվանալու, դե քանի որ ինքը փոքր է, ինչքան էլ ուզում է թափ տանք, միևնույն է հողոտ է մնում, 7-8 ջուր, 10 ջուր, 5 ջուր մինիմում լվանում ենք պարտադիր։ Տնաս ինչին է առողջ արար, ինչ է առողջացնում։ Վայ, ստեղ էլ կար, հենվերդի կար, տեսելի։ Աստուր, մեծ։ Ասում են բանջարն էլ դուրս է եկել, կապիտ։ Մի բանջարը դուրս է եկել, էլ թե կարմիր, էլ թե կապույտ, շատ էլ լավ արել։
որովհետև ընթացքում մի օր էլ բանջարը սեփում է տեփելու գործից բրցնում։ Բա հոտը, ուй, երնեք հնարավոր լիներ հոտը ձեզ փոխանցել ժողովուրդ։ Զրույցով իլելու հլե իկադրից դույս եկել, քինացել եմ են վրդիսը։ Վայն անիջա, այսա, լատեսեք ինչ, ոյ, ոպսուզո կողել եմ ընդրել։ Կարմիր բանջարներ։ Անուշ բանջարի հոտով, իհարկե։ Սիրելի հետևորդներ, այսպես պատմում եմ, ասում եմ քարակեղ, Քարից գյուղ ու մտովի հետ վերադարձա մեր երեխա ժամանակները, երբ այս գյուղը այդ ժամանակ չկար, բայց այստեղ շատ հող էին մշակում։ Իծակար գյուղի մարդիկ մանավանդ, դե ինչպես գիտեք, կամ նույնիսկ չգիտեք, մայրիկս Իծակար գյուղից է եղել ու տատիկենքս այստեղ մեծ հողակտոր ունեին ու մշակում էին։ Դե գիտեք, այն ժամանակ այսքան մեքենաներ չկար, մի կերպ գալի հասնում էին այստեղ, կամ մեկից մեքենա էին վերցնում սաղով, մի կերպ նստում ռաժոկով գալի այստեղ, բայց ուրախ ու անհոգ տարիներ էին, որովհետև բանջարը վրախած քինում եմ, բայց հլը ինչքան կա անհոգ տարիներ էին, որովհետև բոլորով հարազատներով հավաքվում գալիս էինք, որ այդ ինչ գործը պիտի մեծերն անեն, եթե մենք մի քիչ մեծ էինք ու մեր խելքն էլ կկտրեր ու կարայինք անենք, մենք էլ էինք հետները անում, գործի վաղտ մի ուրիշ հետաքրքիր էր, նստել ընդմիջման վաղտ մի ուրիշ հետաքրքիր էր, եթե գործը ժամանակին ավարտում էին ու դեռ օր էր լինում, նստում խաղում էինք բոլորով, մեծով, փոքրով, տարիքային տարբերությունն այդքան չէր երևում, որովհետև բոլորը մանկանում էին ու շատ հավես լավ ժամանակ էինք անցկացնում։ Այդ տարածքն է, որտեղ որ հող էին մշակում ու նույնիսկ մի քիչ ներքև։ Ես հիմա իջնելուց ցույց կտամ, ուղղակի չեմ ուզում այստեղ բանջարը թողեմ իջնեմ։ Այ այս տարածքը մինչև են մասերը հեկտարով կարտոֆիլ, լոբի, ինչ ասես որ չէին անում ու ինչքան շատ ասես որ չէին անում, չարչարվում էին շատ ու քանի որ գյուղից հեռու է, շատ ժամանակ գալիս էին տենում եկել քաղել ուրիշները տարել են ու մարդկանց աշխատանքը ջուրն է անգել, ինչ տեսախցիկ, ինչ նկարել, ինչ հսկել, ինչ պահակ, բայց էլի եմ ասում, լավ ժամանակներ են եղել։ Այս չոփերն էլ որ կա, սա անցած տարվանից մնացած իրա որ չի քաղվել, այ այդ մեծ պոչերն է էլի մնացել։ Ու իհարկե կա որ չենք քաղում, ժողովուրդ։ Այ օրինակ սրային չքաղեմ, տերևները սա փչացել է արդեն, բայց սա ոնց թողեմ, էդ էլ կա։ Արմատն էլ չգիտես թե են որտեղից է գալի։ Դրա համար դանակով ենք քաղում շատ ժամանակ։ Մի բուր քաղեմ ու կամ կանգնեմ կամ նստած մաքրեմ էլի, սենց կռացած։ Օպա, երկու բնջարի հիմար էսա։ Մոշիա, չէ այս ճախերը, փշերը ավելի ճիշտ, ենքան էլ սուր են վեր, բայց վետակը ենքան լավ մեծ բանջարա, ոնց թողես է, աղ, արա կծում են է, լավ ձերնոց չի երևի, սա բանջարի չի դեին, օպա, խալասի չի էլի, ինչքան մեծ լավ առողջ, բայց մնակ ծերի երկու դիրևն արևում հողի տակից է, հողի տակին ասախ, նշանակում հողն արդեն տակացել է, գյուղացու գործը ես այնքան կշատանա, վարուցանքը սկսվելու է, սաղի այգիներից ծուխ ես նկատում, որովհետև բոլորը փոցխում են ու վառում են այդ անցած տարվանից մնացած չորացված մասերը։ Հաստեղ էլ կամ երկուսը, չէ վեդեմ կենալ։
վերջին գնեմ էլի։ Ահանց։ Վերևի մասին աշխարհս դեսնարինք, մեկ էլ եկել ենք ներքև, ու էսած էս ցույց տամ նաև աղբյուրը, որից կաթիլ ջուր ա գալիս։ Բայց խիան հարաղի պես ծլլամ։ Մի բան ասեմ, նոր լավին անցնեմ էլի ժողովուրդ, այսքան սիրումն ու լավ բնություն ունենք, այսքան ամեն ինչը տեղ է, այսքան ամեն օր գովում ենք, բայց սարքում ենք զիբիլանոց, մեր աղբը մեզ հետ չենք տանում, կամ գոնե այստեղ չենք վառում, որովհետև հիմի սաղ վառվողու պրծնող բաներ ա էլի, դժվար չի մի հատ լուծկի տակ վառեք։ Ես ձեր փոխարեն ամոթ եմ զգում, որ գալիս եմ տնեմ այսքան սիրուն տարածքնին, սաղ ձեր կերած թափած զիբիլն ա։ Եկեք աղբյուրը։ Հիշատակի ա թատ։ Իծակարցու հուշաղբյուրը մի խոսքով հայտնի որսորդ Չիլինգարյանի հիշատակին։ Դրա համար ծորակի տեղն էլ այսպես, բայց այսքան վաղտ գիտացել չեմ, որ դրա համար ասը եղնիկ։ 78 թվի կառուցված։ Ճիշտ ա, շատ քիչ կգա ջուր, բայց հայրենիք ջրիսն էլ մի կում խմեմ։ Ու այս հանդերի աղբյուրների ջուր խմելիս, բաժակով խմելիս լավ չի լինում, էլի պիտի կամ բռով խմես, կամ հենց ծորակից խմես։ Հեռուտ տվի։ Օղայ։ Սաղ մատներս կիրավ։ Come on. Լավ, անչափ իլել կոֆե դեմ դնիլ։ Էս վայնանի ջան։ Հանդու չոլի համով համու հոտը տեղը բերելու մի կարևոր գործողություն էլ կամ սուրճ խմելն ա, կամ հանդում հաց ուտելն ա։ Հիմա մեր դեպքում երկուսն էլ ա, հանդը խաղում ենք, սուրճը վայել ենք։ Մի քիչ են կողմի վրա ավելի լավը գալիս այստեղ գալուց տեսել ենք, գնանք էտել անենք, այսեմ ոնց էր, սա պտտեմ ուղակի, չտեսնեմ նոր, որտեղից ննգև, տնանք, ոյ քորա, գազի հոտ ննգև, կոֆեի կիթալնել մի հետ էտ միջին եմ բիրել, Սուրճի հետ էլ որ կոնֆետ չուտենք, ուրիշ քաղցրություն եմ բերել։ Բա որ գիտակ որ քինալ դեմ մուսելի տխებ։ Կյակ չէ։ Իհարկե նկարիլ չտեմ 100 հատ սալիտ խիլի հոլովակ ունեմ արդեն։ Բայց դե Ես մի հատ ծիրանի կուտեմ, թե դեղցի։ Ուտեմ միջև կոֆեն էպի։ Հյուրասիրեմ օպերատոր։ Դու նկարի։ Դեռ այնքան հանդ չենք քաղել, որ հաց ուտենք էլի, սուրճը խմենք մի հատ աչքներս պարզի ու գնանք շարունակենք հանդ քաղելը,
Մի կամ երկու էփիլի լավ էփիլի գոնե քաղենք էլի։ Ահա։ Տնա մճկա չափս շատ է սխալել թե։ Ոյ։ Բա չէ զահլակա, ռթայ։ Դրան իմ հետ ռույթի արել։ Դուք գիտես։ Դեղինիցը։ Այ մի ակարդիոն էր լել, Ժողովուրդ տեղներս փոխեցինք, քանի որ այնտեղ շատ մանր էր ու քիչ, ասեցի չէ, սուրճ չմեցինք, աչքներս պարզեց, եկել ենք այս մի ուրիշ տեղ, այնտեղ տարածք կոչվում էր Քարագյուղի տարածք, իսկ այստեղ կոչվում է, այս տարածքը Աղսվի հանդամասերից է, այստեղ տներ կան, որտեղ ամառն են չէ, լմստի թաջ ջան, անասուն են պահմստի։ Սարա եղել էլի, ամեն ինչ, ամեն հարմարություն էլ եղել է, տարածքը չափարարած, փայտից են վախտի նման, ու քանի որ անասուն են պահել, այս արանքները անընդհատ կենդանիների ոտքի հետ գնացել եկել է, դրա համար այսպիսի տարածքներում շատ են լինում բանջարը։ Ու քանի օպերատորը սլվկա է, դուք էլ այդքանով բոլորով, անցած տարի չհասցրինք գնանք, բայց այս տարի գնալու ենք մեր մանկության սարերը, եւ ղքարի մատը, եւ գետի բողազը։ Ու մանկության քիթս քթերից ծուխն ուզեց քինա ու մանկության մի հատ համով հիշողություններով բարուրված հոլովակ նկարելու դե որպեսզի երկար գլուխ չտանեմ փեշս էլ տեր հլակի սատա տեսախցիկը դնում ենք մի կողմ արագ-արագ ես մասը լրիվ մեծ բանջարա հավաքում ենք ու նորից միանում եմ ձեզ գնացինք Սիրելի հետևորդներ, այն հաթե բոլ ենք անում, որովհետև արդեն համել ուշալինում, բայց քանի որ 100 անգամ ասեցի, վայ, աղը մոռացել եմ, մեր մոտ հանդամասերում, եթե կա հաց ուտելու տեղ, եթե կա որևէ տուն, սարի հայատ, տնակ, բացառվում է, որ այնտեղ տնաս շենլիգին հայերեն ոնց են ասում։ Բացառվում է, որ այնտեղ ուզածդ բանը չճարվի, առաջի անհրաժեշտ մի բան էլի, հա էլի օջախ ճիշտ է, այնպես որ այս սարի հայաթից աղ ենք վերցրել ու ինչ եմ անում, ինչպես որ ասեցի, բանջար եմ կլոլում, մթամ ձեռներս քիչ է կծել, հիմի էսա մի լավ կկծի, դու ուտիլ դես թատ, խի, բասի դու կլոլես, հա, նացա ոչ, թևերի մասը չենք շաղախամ, սհպուկ եմ դալի, հիմնականում պոչերն են անում, պապիկներ միշտ անում հիշում, մի լավ թափ ենք տալի, որ կեղտոտ չլինի, ու ինչ ենք անում, ոյ կծոսով չելի խնդրեմ, ասայում հետ, մի անգամ սեհ ենք անում, այսպես, ու վրան աղ ենք լցնեմ, բայց չպստանք, աղ վեչացեմ, Վրան աղ ենք լցնեմ, որ համովանա ու էլի ենք տրորում, ու ենքան տրորում ենք, որ բանջարի եղինջի ջուրը դուրս գա, ձեռներս կնանչեց արդեն, բնական գույն, ցույց տամ, տենակ, ճմռած է, բա հոտը
բանջարի հոտ։ Ու ուտում ենք։ Այ վիտամինը սրա մեջ է, որ ոչ խաշած է, ոչ շոք է խաշած է, ոչ տապակած է։ Կարող է ուզես մի հատ տամ ուտես։ Լավ ես մտածել։ Մի փունջ էլ եկավ։ Ուրեմն արագ ձեռնոցներս դնեմ, էդ էլ մաքրեմ, սաղ փեշինս մաքրած, ատանում եմ ու մի անգամից լվանամ, որովհետև հնդրած, մաքրած, հավաքած, այդպես պատրաստ եմ հավաքում։ Մի դասարա, էդ էլ շղաղած, կլոլած բանջարը։ Այն վաղտ պարտադիր բան է եղել, հիմա ով իմանա, մարդիկ անում են, չեն անում, չեմ կարծում, որ տենց անողներ կան, բայց դե այն վաղտ պարտադիր էր, եթե բանջար էին քաղում, դա ոնց որ ուտելու կարևոր պարտադիր մի մաս էր, լա տեսեք, ես էլ ինչ փարթամ ու լավն են, շատ լավն է, ես էլ մաքրեմ ու արդեն ուշա երեխաներս իմի սովել են, Թաթուլ ջան, կարաս ես աղը տանես, ոնց վերցրել ենք, ոնց մեզ պետք եկավ, մեկ ուրիշի էլ պետք կգա, տան տիրոջն էլ պետք կգա, տանենք էլի տեղը դնենք, որ հաջորդ անգամ պետք լինի նորից ռիսկով գնանք վերցնենք։ Սիրելի հետևորդներ, այսօր այս տարածքը ամբողջությամբ պտտվեցինք, կարելի է ասել, հիմա էլ գտնվում ենք, արդեն քաղեցինք բրծանք մեր հանդը, հիմա գտնվում ենք մի տարածքում, որտեղ, եթե չեմ սխալվում, էլի եմ եղել, այս տարածքը էլի աղսու հախում գետնա, ասում են հախում գետնա, մենք աղսու ենք ասում, այդ տարածքն է, որտեղ պապաս աղբյուր է սարքել, ու իմ իմացած միակ աղբյուրն է, միակ հաց ուտելու բիսեդկեն է, որը որ հիշատակի նվիրված չի, այլ ուղղակի մարդկանց ժամանցի համար է սարքված։ Ու այստեղ հիմնականում աղբյուրի վրա ինչ է գրված լինում, եթե հուշաղբյուր է ծնված տարին, մահացած տարին, իսկ այստեղ կարծում եմ պիտի այ ժամանցի վայրերն այսպիսին լինեն, անուշ խմողին, 2005 թվականից այս աղբյուրը կա ու ամեն անգամ լավ վատ շինարարական աշխատանքներ է արվում տարածքում, այդ աղբյուրն է, այս բիսեդկեն է, այնտեղ ունենք խորովածանոցը, այնտեղ էլ էնա, Թաթուլը տարածքն է նայում ու ես չեմ կարա իհարկե այս ամեն ինչը լավ կողմից ներկայացնելուց հետո չեմ կարող ցույց չտալ մի ուրիշ բան։ Այնտեղ էլ տեսնում եք բիսեդկա է, այնտեղ հուշաղբյուր է սարքված։ Երկրի ղեկավարը ով ուզում է լինի, եթե մենք մեր տարածը այնա դրան փրկություն չկա, այդ Թենում պատկերն է, ես էլ չգիտեմ, տեսեք բոլորը վառվող բաներ է, որ ասեմ ինչ որ մեծ բան է եղել, դե չեն կարացել տանեն, հիմա մարդիկ այդտեղ թողել են, սաղ տոպրակներ ու պլաստմասի ամաններ են, վառեք էլի, ամոթ չի, առավել եւս հուշաղբյուրում եկել հաց եք կերել, որ տնակ են ինչ հուշաղբյուր է, ջաններիդ կեսը կգնա ու իրանց զիբիլը թափել են, այ այդտեղ թե քանի տասնյակ մարդիկ էտել Աստված գիտի։ Երկար ժամանակ է ես էլ չեմ եկել ստեղ ու ստեղ մերոնք չգիտեմ եղբայրս թե պապաս, էդ էլ Թաթուլն ասեց չեմ տեսել, այսպես ստեղ են սարքել զիբիլի համար, փոսա մեծ կտրված, հողը փորել են ու այդտեղ որ մարդիկ իրանց աղբը թափեն, ժամանակ առ ժամանակ երբ էստեղով անցնելիս լինեն, մի քիչ վառելանյութ լցնեն վրան ու վառեն, ամբողջը կվառվի։ Բերենք մի երկու բան եմ վերցրել տնից, այստեղ էլ մի բրդուճ ուտենք ու գնանք։ Հանդում չուտենք էլ, հանդը բերած տարած հացը համով է լինում, նույնիսկ տանը։
որ եկել են գործ արել այստեղ։ Սեղանը, սա հողը։ Հայ միջայլոց, ովքեր էս տարածքով անցնելիս լինեն ու չիմանան էս աղբյուրի տեղը, ուզենան էստեղ հաց ուտեն, տարածքում եթե մարդ լինի, հարցնեն Սերոժի աղբյուրը որն է, ձեզ տեղը կասեն, որ այ էսա։ Այդ խմիչքը։ Ես իմ ինչեր չեմ բերել, էլի տանը ինչ որ եղել է։ Հա, սուրճն էլ եմ մոռացած անել։ Ինչ անենք, գնենք ստի։ Գինին էլ լցնեմ ու Թաթուլին հրավիրը։ Թաթուլ ջան, ինչ ես ասում բա։ Լավ կլ։ Հա, աստված առաջ։ Խմեմ պրիշոկնի։ Համով, ամեն ինչը շատ համով։ Մի հատ լավ բրդուճ ենք սարքամ, ուտենք ու վերդի ես տանը։ Երեխանից բրախած են։ Մի ամբողջ օր։ Вообще смешно. Вера сутես։ Հա։ Կծու չեմ քիչելու вообще, հա։ Կծու չեմ քիչել վեր ուտես, արդեն։ Սիրելի հետևորդներ, մեր այսօրն էլ այսպես ավարտվեց ու իհարկե ձեզ հետ միասին։ Ովքեր նոր են միացել ալիքիս ու հավանում են հոլովակներս, կարող եք միանալ, սեղմեք պատպիսացա կոճակը, լայքեք հոլովակներս և գրեք մեկնաբանություններ։ Սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով։